պատկերացնենք, որ հայ եկեղեցականը իրեն թույլ է տալի քշել մի ավտոմեքենա, որի արժեքը մի քանի $100,000 է, դա ինչ եկեղեցականներ են, ինչ ծառայության մասին խոսք ընդհանրապես կարող է լինել։ Դե օրինակ հոգևորականներից մեկը ռուսաստանյան թեմի վերջերս նաև տեսանյութ էր տարածվել, ասում էր մեզ պիտի թագավորի նման պահեք, հոգևորականը ոնց կարող է վատ ապրել։ Այ ինքը լրիվ ինքը արտահայտեց այն բազիսային թեզերը, որով որ ուղերձվում էին այսօրվա այդ զավթած եկեղեցականները, որոնք որ այդ համակարգը օգտագործել են իրենց անձնական շահերի համար։ Ես էլ չեմ ասում նրա մասին, որ եթե խոսում ենք նույն եկեղեցու մասին, վերջերս եղա Մարի տաճարում վերանորոգումից հետո ես ապշեցի նրանից, որ այն հին պատմություն տեսած սալիկները բուլդոզերով քանդել, հանել, տարել են, թափել են, ինչ-որ նոր սալիկներով պատել են սաղ եկեղեցին, այդ պատերը շուշա սվաղ են արել, չգիտեմ ինչ որ կներեք շատ անճաշակ ձևի այդ եկեղեցուց լեզուս չի պատտվում, բայց իմ մոտ այնց տպավորություններ, որ ես ինչ որ ոչ շատ թանկարժեք սուպերմարկետ եմ մտել։